Գյումրին նոր քաղաքապետ ունի։ Ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ ավագանու 50+% ձայներով։ Նորընտիր ավագանու առաջին նիստը բոյկոտեց քաղաքացիական պայմանագիրը։ Գյումրիում ընդդիմություն դարձած ՔՊ-ն չներկայացավ նիստին, բողոքելով ընտրության արդյունքից։ Ստեղծված վիճակում Գյումրիի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է։ Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Հանուն Գյումրիի եւ գյումրեցու պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Միայն առաջին նիստին չմասնակցելու որոշում ունի ՔՊ-ն։ Սարիկ Մինասյանի մամուլի քարտուղարն է հայտնում, մնացած նիստերի վերաբերյալ նման որոշում դեռ չունեն։ Ընդդիմությունը պահեց իր խոսքը Գյումրիում, բայց սրանով քաղաքական գործընթացները նոր են սկսվում, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։ Նոր քաղաքապետից նոր սպասումները շատ են։ Գյումրիում ընդդիմությունը նվազագույն խնդիրը լուծեց եւ ինչպես գոնե մեր քաղաքական ուժը խոստացել էր, Գյումրիում ԿՊ-ում քաղաքապետ չունեցավ, բայց ես կարծում եմ, որ քաղաքական պայքարը դեռ արժևում է, Գյումրիում շատ պետք է աշխատել, որովհետեւ այդ լոկալ հաջողությունը պետք է տարածել հայ հանրապետության ողջ մասշտաբով եւ արդյունքում ունենանք այնպիսի իրավիճակ, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս իշխանություն չլինի։ Քաղաքապետն ընտրված է, բայց հարցերը դեռ անպատասխան։ Ինչպիսին կլինի Գյումրիի նոր իշխանությունն առանց համախմբված խորհրդի եւ քաղաքական երկխոսության։ Նորընտիր քաղաքապետը վստահ է, խնդիրներ ու կառավարման ճգնաժամ չի առաջանա, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները։ Ես ուզում եմ որտեղ գրել մի սկզբունք։ Ուրեմն սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը, երկրի հետ շահը, թեկուզ այդպես ասեմ, ուրեմն որևիցե մեկը ուզում է ոտ պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ եւ Աստծո առաջ պատասխան կտա։ Լսելու ենք բոլորին։ Քաղտեխնոլոգի սպասումներն էլ են մեծ, բայց ոչ միայն Գյումրիից։ Մասնագետները հույս ունեն, որ Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցածը կտարածվի ամբողջ հանրապետությունում։ Այս ընտրությունները հերթական անգամ ուղերձ մեր հանրությանը առ այն, որ չի կարելի ասել, որ ընտրություններով ոչինչ չի փոխվում, եւ պետք է շատ լավ պատրաստվել համապետական ընտրություններին, դրանով հնարավորություն տեսնելով գործող իշխանություններին իրենց քաղաքական դաշտից դուրս մղել իշխանությունից։ Միաժամանակ Փարաքարում եւս կայացավ ավագանու Անդրանիկ նիստը, այդտեղ ապրելու երկիր կուսակցության թեկնածուներ առաջատարը Վալոդիա Գրիգորյանը, որը ընտրությունում հավաքել էր փարաքարցիների 57%-ի վստահությունը, ընտրվեց համայնքապետ։ Այս ընտրությունները որքան մունիցիպալ ընտրություններ էին, ոչ պակաս չափով նաեւ քաղաքական ընտրություններ էին։ Այսինքն անկախ ամեն ինչից ընտրություններով քաղաքացիները մերժեցին իշխանություններին, որովհետև այս իշխանությունների անվտանգային, արտաքին քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը։ Այսպիսով Գյումրիում եւ Փարաքարում հաղթեց ընդդիմությունը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։